Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ։ Ես գիտեք, պարբերաբար հետևում եմ հայաստանյան գրական նորություններին, հատկապես աչքիցս չեն վրիպում ժամանակակից հայհեղինակները եւ վերջերս սոցիալական ցանցերում ուշադրությունս գրավեց մի գիրք, որի մասին անդադ խոսում էին, շնորհանդեսներ էին կազմակերպում, մակագրություններ եւ այլն, եւ որոշեցի կարդալ այդ գիրքը եւ հեղինակին հրավիրել բարձր գրականության տաղավար զրույցի խոսքս վերաբերում է Ասաթուր Հակոբյանի Նարգիզի բույրը վեպին եւ դրա շուրջ այսօր կզրուցենք հեղինակի հետ։ Ողջույն Ասաթուր։ Ողջույն Արկվի։ Մի կարևոր կետից սկսենք, որ շապիկի վրա մի անգամից կոնկրետ իմ դեպքում աչք է, աչքի է զարնում, ուշադրություն է գրավում նուար վեպ թարգմանված ֆրանսերենից։ Դու ինչքան գիտեմ ծնվել ես Երևանում, Շենգավիթում։ Ես փորձեցի քո մասին տարբեր տեղեկություններ հայթայթել որոնողական համակարգերով։ Ամեն դեպքում տեսա, որ լավ խոսում ես հայերեն, ինչու ֆրանսերեն։ Պատմությունը արդեն 22 տարեկանում պարզապես արկածախնդրությունից մղված մեկնեցի Ֆրանսիան իր պատմությամբ, իր ամբողջությամբ, իր տեսակով ինձ միշտ հիացրել է։ Բացի նրանից, որ մեր հայ ազգի մեծ բարեկամն են, պարզապես ես պետք է այդ մարդկանց հետ ծանոթանայի, գնայի այնտեղ ու ամեն ինչ տենց ստացվեց։ Որ մեկնեցի Ֆրանսիա, առհասարակ չէի գրել բոլորովին։ Նախկինում գրականությամբ չէի զբաղվել։ Գրականություն միշտ սիրել եմ, անթիվ քանակով կարդացել եմ, շարադրություններ, փոխադրություններ դպրոցի մակարդակով շատ բարձր մակարդակի գրվել եմ, միշտ տարբերվել է։ Բայց ես գրող չտա։ Բայց ինչ որ ավել բան չի ստացվել։ Հետո մեկնելով ֆրանսիական լեզվի բարդությունն ու գեղեցկությունը, նրբությունը իրանց պես դելիկատ, որ ասում են, այդ դելիկատնեսը տեսնելով սիրահարվեցի լեզվի վրա։ Լեզուն մշակելով, ամեն քայլափոխին գրի առնելով, ամեն անծանոթ բառ եւ այլն, ինչպես ասացի, սիրահարվել էի լեզվի վրա ու տարվել լեզվով։ Եկավ մի պահ, որ սկսեցի արդեն ֆրանսերեն կարդալ ու ինչ քանակի որ Հայաստանում հայերենով էի կարդացել, այդ քանակը գերազանցեցի ֆրանսերեն ընթերցանությամբ ու մի պարզ սկզբունքով ամեն անծանոթ բառը պետք է դուրս գրեի, պետք է կրկնեի, պետք է հասկանայի իր բոլոր իմաստներով։ Ու ֆրանսերենի գեղեցկությունն ինչու՞մն է, որ հումանիստների ցանկ անվերջանալի է, երբ խոսում ենք զգացմունքներից, զգացմունքի ամեն աստիճան ունի իր բառը նկարագրող, որ հումանիստը չի համընկնում մյուս հումանիստի հետ, կան համանիշներ ու անթիվ, երբ ուզում ես խոսել զգացմունքներից, իսկական զգացմունքների լեզու է։ Մեր հայերենն էլ պակաս չի, ասեմ։ Իհարկե պակաս չի։ Պարզապես իմ ուսումնասիրությունը այդ հակումը լեզվի հանդեպ այդ պահը մոտս առաջացրեց։ Ու մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ մեքենաների մեծ սիրահար եմ, հատկապես Audi անընդհատ ուզում էի մտնել այդտեղ աշխատել մեծ Audi սալոներ։ Ուղղակի ինչ որ չգիտեմ ինչի ազդեցության տակ նամակ գրեցի, ինչ որ ուզում էի անպայման գնայի, ձեռագիր նամակ գրեցի, թողեցի տնօրենին ու սկսելով այնպես, որ իմ աշխատանքային փորձը ձեզ չի հետաքրքրի, լավ կլինի որ հանդիպենք։ Ու նամակ ինչ որ ծիծաղելի ընթացք էր սկսել ստանալ, ինձ էի նկարագրում, գրել էի սափրել եմ գլուխս, թուխամաշկեմ, չնայած խոժոր տեսքի սիրում եմ կատակել, ու այսպիսի բաներ էի գրել, ասենք սիրում եմ մարզվել, կարդալ, բայց անցկացնել կնոջս հետ երեկոն գինու շուրջ, երբ երեք փոքրիկ հրեշիկներս քնած են։ Հետաքրքրություն էր առաջացրել 20 րոպե հետո ինձ կանչեցին ու ընդունվեցի աշխատանքի միտեղ որ առհասարակ ոչ մի կապող բան չպետք է լիներ հասկացա որ սրտեր կպնելու շնոր ունեմ կարող եմ մարդկանց սրտերին կպնել ու միջև այդ սավառնող բոլոր մտքերը որ այդ հարցը միշտ ինձ տալիս էի ուղղակի ճակերտների մեջ ասեմ որ մեծացել եմ ֆիլմերով գրքերով իմ համար այդ հորինված աշխարհը գրեթե իմ համար ռեալ մի զուգահեռ աշխարհ է ասեցի որ անպայման պիտի փորձեցի իմ համար ստացվեց մի հատ հետաքրքիր խոսք ասում են մեր ուղեղը չափում ենք մեր իսկ ուղեղով, դրա համար միշտ բավական է։ Այսինքն ես եկա նրան, որ ինձ դուր էր գալի, բայց հասկանում եի, որ դա ինձ է դուր գալի, չի նշանակում, որ լավն է։ Այնպես ստացվեց, որ ընկերներիցս մեկը ինձանից անկախ տեսա, որ գրում եմ, պարտադրեց ֆրանսիացի ընկերներից մեկը։ Գրեթե պարտադրողաբար ձեռիցս տարավ գրածը, որ կարդաց հավանեց, ու իր նման անկեղծ մարդը, որ ես սպասում էի, որ պիտի գրեթե ծաղրեր ընկերական, շատ էր հավանել, ոնց որ ինձ խթան հանդիսացավ շարունակել։ Հետո ընկերներ ունեն, որ շարունակեցին կարդալ ոմանք որ չգիտեին նույնիսկ գրում եմ ինձ ասեցին դու պիտի գրես եկավ նրան որ սկսեցի գրել մի խոսքով քեզ համոզեցին տես անոտացիայում գրված է ասածուր որ վեպի բնագիրը լույս է տեսել Փարիզում եւ սիրվել ֆրանսիացի ընթերցողի կողմից հա այս դեպքում ստացվում է որ դու օտարագիր հայ գրող ես չէ Եվ դա ասեմ հատկապես Ֆրանսիայում դա մեծ պատասխանատվություն է, հա, ինչու որտեվ այնտեղ օտարագիր հայ գրող եղել է Շահանշահնուրը,
Ռուբեն Մելիքը, հա, գրողներ, որոնք շատ կարևոր դեր են խաղացել ֆրանսիայի գրականության մեջ։ Սիրվել ասելով ինչ նկատի ունես, հա, որտեվ երբ որ ժամանակակից այսօրվա ֆրանսիական գրականությունն ենք ուսումնասիրում, թեկուզ էս նուար ռոմանը, ինձ հարցրին, ինձ ասացին ֆրանսերեն ոնց է հնչում, սև, հա, սև, հա, պակաս չկա, հա, այս ժանրի գրքերի Ֆրանսիայում, քո, այսպես ասած, հաղթաթուղթը ո՞րն էր սիրվելու։ Իմ հաղթաթուղթը իմ անկեղծությունն է գրքի մեջ, որտեվ մտորումները եւ այլն խորապես իմ օքո խորքից է գալիս։ Ինչպես ասում եմ, ես չեմ փորձում դուր գալ, պարզապես իմ մտքերի ցույց եմ դնում, մերկացնում եմ հոգիս, մարդկանց հոգիներին կպնում եմ։ Սիրվել ասածը ես անընդհատ ամեն կարդացողի, ամեն ձեռքբերողի, որտեղ այնտեղ ինչպես այստեղ մակագրությունների եմ մասնակցում եւ այլն, ես չեմ վարանում մարդկանց անձնական համարները փոխանակվել, գրանցվել շփումների հետո։ Պարտադիր։ Ու պարտադիր կերպով անպայման խնդրում եմ, որ պատասխանները գան, կլինի թե ընկերական շրջապատից, թե ուղղակի գիրքը ձեռքբերողներին։ Ես հեղինակի համար մեծ պատիվ է, երբ առավոտ արթնանում եմ ժամը 7-ին, իհարկե լուր եմ դրած լինում գիշերը, տեսնում եմ, որ 4:30 գրել են, որ չենք կարողանում կտրվել, նոր կտրվեցին, գիրքի հիանալի է եւ այլն։ Արդեն ուղղակի նես չի, այնպես չի, որ ասեմ գիրք ուղղակի վաճառվում է, գրքի հետ ռեակցիաներն են շատ կարևոր ու շատ բավարարող։ Սիրվել իհարկե լայն ծավալի է, բայց այսօր փաստացի է թիմքերը կան ասել։ Իսկ հայերեն թարգմանությունը ինչու նախաձեռնեցիր այդ դեպքում ուզեցար հայ ընթերցողներն էլ հարաբերվի դեպ Կարեն Խուրշուդյանն է, չէ՞, ինչքան։ Իհարկե, իմ լավ ընկեր Կարեն Խուրշուդյանն է։ Լավ ընկեր Կարեն Խուրշուդյանն է թարգմանել, սա քո վեպի հաջողությունը նաև Հայաստան բերելու փորձ էր, թե ուզեցար որ հայ ընթերցողներն անպայման այս վեպի հետ առնչվի։ Եվ այդ հարցին զուգադիր մի հարց, հա, քո վեպի հերոսները տարբեր ազգություններ մատնանշող անուններ ունեն, Ռաուլ, հա, բայց միևնույն ժամանակ նաև Միքայել, միևնույն ժամանակ նաև Վարդան, բայց միևնույն ժամանակ նաև Քրիս, հա, ի վերջո միջավայրը քո վեպի ֆրանսիական է թե հայկական։ Արմատներն ըստ երևույթին հայկական, որովհետև արմատները բխում են դրանից, բայց դա էլ երևի ճիշտ չի այդպես ասել, մի տեսակ թույլ արմատներ են, եթե այսպես ասեմ։ Հարցը նրանում է, որ ես մտադրված նպատակային արել եմ այնպես, որ ցանկացած կարդացող աշխարհի որ կետում է լինի, եթե նկատել ես, հա, այդպես բան չանի, տարբերակումներ չանի, նույնիսկ տեղերի մասին շատ քիչ եմ ասում, որ այս վայրում է կատարվում, վերացական եմ խոսում, որ ամեն մեկի դեպ հանդիպեցի, որտեղ նշում ես, որ ֆրանսերեն էին խոսում, ի դեպ մի տեղ եմ հանդիպել, գոնե թարգմանության մեջ այդպես է, այնպես որ հիմա հարցը հենց նրանումն է, որ հնարավորինս մաքսիմում արել եմ այնպես, որ ամեն մեկը պատկերացնի իրեն իր միջավայրում։ Անունները պատահական չի, որ ընտրել եմ այնպես, որ ցանկացած ազգությունների մեջ կարող ենք հանդիպել Ռաուլ ու Միքայել, տարածքները քիչ եմ նշել, որ ամեն քիչ դիֆիցիտ։ Վարդանը դրա համար պարտադիր հայ արմատները պարտադիր նշել եմ մեջը, որ հասկանալի լինի։ Ասա դուք վեպը ունի հուզական մի շատ կարևոր կողմ, որի մասին չեմ ուզի խոսել, որտեղ ըստ ամենայնի սփոյլ կանենք, որտեղ վեպի էությունը հենց այդ հուզիչ տարի մեջ է։ Չի ասի առեղծված է, ես կեսից գլխին կա ճիշտն ասած, բայց թող ընթերցողը ինքը գլխի ընկնի, որտեվ ամեն դեպքում գործ ունենք դետեկտիվի տարերով գրված վեպի հետ, որտեղ նման հատույթները շատ կարևոր են։ Այդուհանդերձ մի հարց։ Սա պետք է ասենք ընթերցողին, որ վեպը շատ դաժան վեպ է։ Անընդհատ սպանություններ, անընդհատ քառատումներ, դաշույններով, սվիններով, հրացաններով եւ ուղղակի երբեմն տեսարաններ կան շատ սարսռազդեցիկ են, հա, ասատուր, որտեվ կտոր են անում միմյանց եւ այլն, սպանությունը այս քո գրքի էությունն է, անկախ նրանից ինչի են սպանում, ինչից դրթված, հա, մարդկա վրեժա լուծում, մարդկա եւ այլն։ Այստեղ 3 կլանների պայքար է այնուամենայնիվ, որոնք իրար տեսնելուն պես իրար մորթում են ուղղակի։ Հիմա ես այսպեսի հարց տամ էլի, դա ժանրի կանոններով է այդպես, նուար վեպն է պահանջում, որ այդպիսի մորթոցիներ լինեն, թե դու որպես գրող հակված ես նման տեսարաններ ստեղծելու եւ ըստ քեզ դա դուր է գալիս ընթերցողին։ Առաջին հայացքից այո, պատասխանները, ռեակցիաները եղել են դրական պարզապես, իհարկե։ Հա։ Հիմա հարցը այսպիսին է. սկզբից պատկերացնում էի պատմությունը ավելի շատ ոստիկանական համակարգում, բայց ոստիկանական համակարգում հետաքննություններն ամեն բան դանդաղեցնում է։ Դրա համար պատահական չէ, որ ընտրել եմ այնպիսի մի մթագնած աշխարհ, որտեղ պիտի կտրուկ զարգանա։ Օրենքներ չկան, ոչ դատաստան, բռնեցիր մորթի, չէ՞։ Վերջ։ Հարցը հենց դրանում էր, որ պատահական չի, հատուկ նպատակային է եղել, որ այնպիսի մի աշխարհ, որ գնա արագ, դաժան,
իսկ այդ դաժանության վերջը կարդարացվի թե ոչ, հարցը այնպիսի մի կերպարի մասին է, որ աշխարհի հետ իր բոլոր կապերը կտրել է ու արդեն ինքը իր ճանապարհը բռնել է, իր վերջը ճանաչելով, իր վերջի ճանապարհը բռնելով, հոգեվիճակի թաքնված փորձել եմ խոսել մարդու ամենահեռու մղված ցանկությունների, զգացմունքների, այսինքն գալիս ենք մի հատ կետ, երբ մեր հասարակության, մեր բարոյականության նորմերը հանում ենք մեկի վրայից, իրան տալիս ենք կանաչ թուղթ, ասում ենք արա ինչ ուզում ես, որ հարցը լուծվի, իմ կարծիքով շատերը հենց այդ արձագանքը կունենան, երբ որ իմանան ուրիշ սանձող բան չկա, իրենք պետք է գնան պարզապես իրենց հարցերը իրենց պատկերացրած ձևով լուծեն։ Զսպիչ բաները որ չլինեն, ըստ ամենայնի մարդու մեջ կարտանան իր նախնական բնազդները եւ մենք գործ կունենանք 7 միլիարդանոց մարդասպանների մոլորակի հետ։ Եթե այդպես։ Իդեպ գրքի հենց բնույթը նրանում է, որ ամբողջ վերջում հասնում է, որ իրենց ընտրած ճանապարհը շատ սխալ ճանապարհ, հենց վերջը գալիս է դրան, որ ճանապարհը սխալը, դրա մեջ մենակ ողբ կա։ Հենց գնում է միայն դրան։ Ասա դու տես, ես միշտ սիրել եմ երևույթին հակառակ կողմից նայել, որպեսզի տարբերվեմ մյուսներից եւ հիմա քո գրքի պարագայում էլ որոշեցի հակառակ այսպես անկյունից նայել։ Հիմա քո վեպում կան բազմաթիվ հզոր, հա, այսպես իրենց կարողություններով, հնարավորություններով մարդիկ Գասպարը, հա, Գայլ Մականունովը, կարծեմ Արնո մյուսի անունը կարող է խառնեմ։ Հիմա տես, երբ որ մենք ընդհանուր եւ քո գլխավոր հերոսը ըստ ամենայնի Միքայելը, որը էսել հետաքրքիր բան է, վեպում ամենակիչը ինքն է երևում, բայց ըստ ամենայնի վեպի գլխավոր հերոսն է, որտեղ հանգուցալուծումը իր շնորհիվ է արվում եւ այնտեղ Ռաուլը կա բնականաբար, Ռաուլի կինը, Լյուսինս, ուզում եմ ցույց տամ, որ կարդացել եմ, արդեն հասկացա։ Շատ մանրամասն, նրանց երկրորդ երեխան էր ծնում, որոնց ոչ մեկին Ռաուլը մասնակից չէր լինում, հա, հիվանդանոցում։ Հիմա տես, մեծ հաշվով եւ Գասպարի դեպքում, եւ Գայլի դեպքում, եւ Արնոյի դեպքում, ընդհանրապես բոլորի դեպքում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ բոլորն էլ իրենց այդ արարքները, սպանությունները, վրեժները եւ մնացած արարքները կատարում են իրենց երեխաների համար։ Հա? Հիմա երբ որ գանք այն գլխավոր հանգուցալուծմանը, որը շատ չեմ ուզում բացահայտել, մենք տեսնում ենք, որ այս մեկի երեխային նեղացնում են ծեծելով, չէ՞։ Ինքը հանուն իր երեխայի այս մի մարդուց է վրեժ լուծում սրա երեխային արդեն ավելի դաժան վերաբերմունքով ինչով է այս դեպքում Միքայելը օրինակելի եւ սիրելի դառնում քո վեպի շրջանակում Գասպարը եւ մյուսները գարշելի որտեվ նրանք էլ ըստ էության իրենց զավակների համար էին անում չէ մի նրբություն կա միգուցե չի ստացվել, բայց նպատակայինը հենց դա եղել։ Ես ոչ մի պարագայում չեմ փորձել Միքայելին ներկայացնել որպես դրական կերպար կամ Ռաուլին կամ մյուսին։ Ես կերպարների ներկայացրել եմ Ես համաձայն եմ, ոչ մեկն ստիլելու բան չեն, բայց քանի որ ֆինալում Միքայելի հետ կապվողի հույզը շատ է, դա ամեն դեպքում այս պարագայում մենք շատ լավ ասեցիր, խոսքը վերաբերեցին, իսկ այն պարագայում ինչ որ կյանքակյանքին ավարտ տալուն համեմատելու չի ու երկրորդն էլ մենք խոսում ենք Գասպարից մի կերպարի մասին, որ իր որդու հետ շարունակաբար իրան տենց դրսևորում, այսինքն ինչ որ սայթակում չի եղել, իրենք իրենց կյանքում այդ մարդիկ են, այդ մեկը չներ մյուսներ լինելու, պարտադիր կերպով իրենք իրենց դրսևորումներով միշտ հանդիպելու էին մեկին, որ այդ հանդիպումը վերջինն էր լինելու։ Ես հարցին այդ տեսանկյունից եմ նայել ու եթե չի ստացվել, փաստորեն ստացվել է, որովհետև հետս համաձայն ես, ես առհասարակ իրենցից ոչ մեկին որպես դրական կերպար չեմ ներկայացրել։ Գարշելի են բոլորն էլ։ Ես ներկայացրել եմ կերպարներին այնպես, որ հայտնվել են իրավիճակում, իրենց տենց են դրսևորում, ընդունելու է թե ոչ, ամեն մեկի անձնական դատի հարցն է։ Մահը այնքան հեշտ է քո վեպում, ասա դուր։ Մարդիկ հնձվում են, թափվում են այնքան թեթևությամբ, ոնց որ դա բնականon լինի, էլի, որտեվ ես ուղակի չկա որևէ հանդիպում քո վեպում, բացի այն ռոմանտիկ հանդիպումները կնոջ եւ տղամարդու իրականում դրանք էլ իրենց դժգոհություններով են ուղեկցվում, ցանկացած դրվագ, օրինակ հենց առաջի դրվագում դուրս են գալիս տնից Ռաուլը եւ ասենք սպանում է կամ մահվան դուրն է հասցնում են թիկնապահներից մեկին կարծեմ Գասպարի հետո Գրեգի հետ գնում են ինչ որ միտեղ են եղանով կինը դուրս է գալիս Գրեգին է սպանում եւ այլն եւ այլն։ Հիմա այստեղ այս սպանությունների անընդհատությունը այդուհանդերձ սա վիպական առումով ըստ քեզ ստեղծում է ինտրիգ որպեսի մարդիկ ավելի հետաքրությամբ կարդան։ Տես ես ինչու եմ այս հարցը տալիս, որտեվ դետեկտիվ վեպերում ինչ որ մի բան միշտ հետաձգվում է։ Ինչ որ մի բան պետք է բացահայտվի, հա, բայց քո վեպում մի գաղտնիք կա, որ վերջում պետք է բացահայտվի։ Դες դետեկտիվ վեպերում, եթե նույնիսկ սպանությունները շատ են, այս սպանություններն այսքան արագ ու իրար վրա չեն, էլի։ Այս դրա մասին ինչ կասես։ Դրա մասին կասեմ այն, որ պարզապես
ձգտել եմ որ արագ ընթանա հենց նպատակը դա եղել որ միշտ ասել եմ եթե գիրքը փորձեի գրեի կգրեի 400 էջ դու տեսնում ես որ ծավալվելու շատ տեղեր կային շատ կա դրա համար պիտի հատուկ սեղմել եմ միշտ ասում եմ պիտի գիրքը ձեռների մեջ դողա պիտի փորձի ձեռներիցս փախչել նպատակը դա եղել ու ասենք մենք պատմում ենք մի հատ պատմություն որ ամեն ինչ ամենաուժ գնի վրա է թե սիրային զգացողությունները թե ողը թե ատելությունը թե սերը ծնողի զավակի հանդեպ թե վրեժի ցանկությունը այդ ամեն ինչը չմոռանանք որ խտացված է ընդամենը 2-3 օրվա մեջ այո ու դրա համար կարելի է մի տարվա կյանք պատմել ու այդ ամեն ինչը դանդաղ ընթանալ բայց եթե այդ ամեն ինչը 2-3 օրվա մեջ այսքան բան կատարվել է մի տարվա մեջ ինչքան մարդեր սպանվել ուղղակի ասենք այսօրվա դրությամբ մենք չենք խոսում մենք մտածում ենք գնում ենք Հայաստանի վրա գնում ենք Ֆրանսիայի վրա մտածելով որ նման հանգուցալուծումներ չկան բայց այսօր երկրներ կան որ չթվարկեմ որ իրենց անծայրացիր անտառներով եւ այլն ամեն օր իրենց առօրյան է իրենց առօրյանը ըստ ամենը ուզում եմ ասեմ եթե տեղը ուղղակի գնում ենք Ֆրանսիայի վրա որ կարա կատարվի կամ Հայաստանում մեր համար մի քիչ ֆանտաստիկ է թվում բայց եթե գնում ենք որոշ երկրներ ուղղակի երկրները չնշեմ իրենց առօրյան է ես ասենք այդ երկրներից ընկերներ եմ ունեցել որ ասում եմ ես 12 տարեկանում որ գնում էի դպրոց ոդկս լոքեի անում որ անցնեի մի հատ դիակի վրայով որ գնայի դասի իմ առօրյան էր ասում եմ մարդկային կյանքը նույն արժեքը չուներ ես նման ընկերներից նման պատմություններ լսելու իմանալով այդ կլանների հզորությունը առհասարակ չափազանցված չի, որովհետև նման տեղերում երբ այդ կլանները բախվում են, օրը ոչ թե 2-3 դեպք է լինում, այլ հարյուրավորներ են լինում։ Շատ լավ, ասում դու վեպը շատ ռոմանտիկ վերնագիր ունի, Նարգիզի բույրը, հա, դրանք ովքեր կկարդան կհասկանան իհարկե վերնագրի իմաստը, բայց վերջում մենակ։ Սկզբում միտեղ մի փոքր ակնարկ է վերջում, որտեվ մի քիչ դիսոնանս էլ կա, էլի կարդում ես ռոմանտիկ վերնագրով վերնագիր, մտածում ես, որ մի ռոմանտիկ սիրահարական բանի հետ գործ ունես, վերջում բախվում ես այս դաժանություններին։ Մի հարց կա, որը ես չեմ սիրում այդ հարցը տալ ընդհանրապես, որտեվ ինձ միշտ թվացել է անիմաստ, բայց քո վեպը կարդալուց հետո ուզում եմ տալ այդ հարցը։ Ինչ է տալու քո վեպը ընթերցողին։ Ինչ նպատակ ես ունեցել, ինչ բաներ պետք է արթնացնեն իր մեջ, չգիտեմ, բարու, լավի, գեղեցիկ իմանավանդ գիտես, մենք էլ հեշտ ժամանակներ չենք ապրում կոնկրետ աշխարհն է խառը, բայց հայ ժողովուրդն էլ հեշտ օրեր չի ապրում եւ շատ այսպես ասեմ դաժանություններից ու այս պատերազմներից, այդ սպանություններից հոգնած է։ Վերջին հաշվով ես իրադարձությունը այսպես եմ պատկերացրել, այդպես եմ տեսել։ Ոնց է ստացվել, չգիտեմ, նորից եմ ասում, դա մենան ընթերցողը կարող է դատել։ Ես նկարագրում եմ ճահճով լի, մեր մաղձերով լի մի ճահճով աշխարհ, որտեղ ազատվենք դրանից, ուզում ես ազատվենք, որտեղ անկախ ամեն ինչից մարդիկ ինչերի մեջ են, վերջին հաշվով սիրո մյուսի հաշվով ուզում են փախչեն այդ աշխարհից։ Վերջին հաշվով փախուստն է, լույս են ման գալիս։ Այդ լույսի որոնման ճանապարհը ոմանք սխալ են կատարում վայրագությունների գնով, բայց վերջին հաշվով որ նայենք տառապանքներ են։ Առաջին այսքից հզոր ու ինչ որ կատաղի թվացող մարդիկ քայլում են միայն իրենց վախերով, իրենց սարսափներով, ու այդ սարսափներից ձերբազատվելու համար գնում են դեպի լույսը։ Թե իրենց ինչպես են դրսևորում, մեր իրականության մեջ տես դրսևորողներ շատ կան, փորձել եմ իրականին մոտ ինի պատմությունը, քանի որ ծերից ծեր հորինել եմ, բայց վերջին հաշվով լույսի համար պայքարա, որ մարդիկ ուզում են ուղղակի գնան լույս, ուղղակի առանձնանան, ձգտեն իրենց ընտանիքներ, իրենց երեխաներ ու հանգիստ կյանք վարեն։ Ընտանիքի այդ կյանքը, բայց դες էլի չեմ ուզում էլի մատնեմ վեպի վերջաբանը, բայց այնուամենայնիվ ստիպված եմ, տես քո գլխավոր հերոսը այնուամենայնիվ գլավ իմ ըմբռնամ գլխավոր հերոսը այդ լույսը գտավ մահվան գնով այդուհանդերձ քեզ իր եւ Ռաուլի այդ վերջին զրույցը այդ ճանապարհին փոխելու էր Ռաուլին փոխելու, դա Ռաուլը դեռ վերադառնալու է ու շատ փոխված ու այնտեղ մի գայլից խոսեցի իմ հաջորդ գրքի գլխավոր կերպարը գայլը լինելու, ամեն ինչը բացատրվելու է ինչ է կատարվում, շատ ավելի տարածական, շատ ավելի արմատական պատմություն։ Դրթում է սпасել քո հաջորդ վեպին։ Արդեն մի հատը պատրաստ է, որ շուտով պիտի գա, առհասարակ շեղում եմ գործել, ընդհանրապես կապ չունի այս աշխարհի հետ, հետո նոր շարունակությունը գալու է գայլի լինելու է ֆրանսերեն առաջինը, հետո նոր հայերեն։ Այս պահի դրությամբ իմ օրակարգ այդպես է, լինելու է միշտ ֆրանսերեն, հետո թարգմանված հայերեն։ Եթե ինչ որ հայտնվեմ այդ հայկական պատմության մեջ, որ ուղղակի տիպիկ հայկականը կգրեմ հայերեն, բայց այս պահին ես իմ շարքի մեջ եմ, իմ շարքը ես հրդատում ու գրում եմ ֆրանսերեն։ Շատ լավ, ասատուր, հաջողություն քո գործերին եւ շնորհակալություն, որ հյուրընկալվեցիր բարձր գրական տաղավարում։ Սիրելի ռադիոլսողներ, վերջում պետք է բնականաբար հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի արձակագիր Ասատուր Հակոբյանի հետ, մեր զրույցի թեման նրա իսկ Նարգիզի բույրը վերնագրով վեպներ լավ եղեք։